Այդ սիրելի հայրենակիցներ, կարծեք թե ամեն ինչ դուրս է գալիս հունից։ Չեմ կարող չխոսել, չնայած առողջական վիճակի պատճառով տնից եմ ելույթ ունենում, այդ իսկապես անհնար է լռել։ Ուրեմն այս Նիկոլ Փաշինյանի խայտառակ կադրային քաղաքականության մասին նախ մի քանի խոսք։ Վահագն Հովակիմյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Նա ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Ով է փորձել ստանալ այդ հարցի պատասխանը։ Նա, եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ ռադիոֆիզիկա եւ երբևէ ընտրական գործընթացի հետ որևէ կանոնավոր առնչություն չի ունեցել։ Նա շատ լավ ազգային ժողովում մենակ այն մահախոսականներն էր հելում հրապարակում, թե ես ինչ է այսքան ձենաստացի, ընտրվել է կամ չի ընտրվել։ Այդ էր անում։ Նրա գործը դա է եղել։ Նա օրենսդիր մարմնում էլ որևէ բուն առաքելությամբ աչքի չի ընկի։ Հիմա էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Այսինքն այստեղ պարզ է, որ Նիկոլ Փաշինը բոլոր կառույցներում ուզում է դնի սեփական ականները, որ անհրաժեշտության դեպքում դրանք պայթեն։ Բայց դա բացարձակապես չի բխում Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտությունից։ Կարեն Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Ուրեմն Կարեն Անդրեասյանը իր արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ամբողջ ընթացքում զբաղվել է միայն մի բանով՝ ոչ իշխանահաճո դատավորներին փուռը տալով։ Այդ փուռն էլ բարձրագույն դատական խորհուրդն է եղել, հիմա էլ ինքը գնաց փռի դիրեկտոր։ Դե դուք պատկերացրեք վիճակը։ Իրականում նրա նշանակումը ինչ նպատակով էր, ինչ արժեր, ինչին էր ուղղված։ Ինքը փուռն էր տալի, հիմա գնաց փռի դիրեկտոր։ Ընդ որում սահմանադրության խախտումով, մասնավորապես սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն ոչ դատավոր անդամներից 5 հոգուց բաղկացած խորհրդի կազմը, բարձրագույն դատական խորհրդի, պետք է լինեն, ասում են, հեղինակավոր իրավաբաններ, գիտնականներ։ Կարեն Անդրեասյանը ուր, գիտությունն ուր։ Ես էլ ասենք բան եմ, խակեի, ասենք, հավաքականի դիրեկտոր եմ, կամ գազանանոցի դիրեկտոր։ Այդքան Կարեն Անդրեասյանը կապ ունի իրավագիտության հետ։ Ես հարց եմ տալի, Կարեն Անդրեասյանը վերջին անգամ կամ երբևէ ինչ գիտական հոդված է հրատարակել, որ նա համարվում է հեղինակավոր գիտնական եւ այդ հիմքով է ընդգրկվում բարձրագույն խորհրդի կազմ։ Մի հատ ես հարց եմ տալի, թող ինքը ապացույց ներկայացնի։ Կրկնում եմ, Կարեն Անդրեասյանի ընտրությունը ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածին։ Թող մարդիկ նայեն այդ հոդվածը եւ գնահատեն իմ ասածը։ Այս բուհերի միավորումը։ Ես ուզում հասկանամ, այս օրհասական պահերին, երբ որ մեր երկրի գոյության հարցն է մեր պետականության դրված, ասենք այդ ինչ մի արդիական է, որ բուհերը միավորեք իրար, կամ այն էլ ինչ միավորում, ասենք կարային համալսարանը եւ մանկավարժականը, պետական համալսարանը եւ մանկավարժական ինստիտուտը միավորեին իրար, բայց ֆիզկուլտ ինստիտուտը ինչ կապ ուներ մանկավարժության հետ, ինչ կապ ունի Բրյուսովի հետ, Այդպես լավ չի արդարադատության նախարարություններ միավորեք գազանանոցի հետ։ Այ անգրագետներ, ես ինչ եք հնարել, այս նեղ պահերին, երբ որ մեր պետականության պահպանման խնդիրն է, երբ որ մենք այսօր բանակը ամրապնդելու խնդիր ունենք, կամ այն բանը, բանի, կրթության նախարար կոչեցյալը, ամոթել է, մի քիչ տարիքով մեծ մարդա չեմ ուզում բան, բայց անգրագետ անա, ասում ընդամենը պիտի երկու ռեկտորի կրճատում լինի, մնա մի ռեկտոր, յանի 3 որ միավորվեն, մի ռեկտոր մնա, երկուսը դուրս մնա։ Այ ընկեր, դու չես հասկանում, որ այնտեղ կան կադրերի բաժին, հաշվապահություն,
իրավաբանական ծառայություն, ոնց կարող է, ասում մենակ ընդամենը երկու բան ռեկտորա կրճա, հələ սրա գրագիտության մակարդակը եւ այդ խելքին էլ ԿԳՉՊ չռսավատարը ՑՈՒՓԿ նախարարը աշխատում, կրթության նախարար։ Ուրեմն հիմա անցնենք Արցախի տխմարություններին։ Այդ Արցախի նախագահի աթոռին թառած անձնավորությունը Արայիկ Հարությունն ինչ է ասում։ Ովքեր կասկածի տակ են դնում, բառացի եմ ես ցիտում, որ սխալ չլինի։ Ովքեր կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են։ Արա նախ ինչի դիմաց ես դու տես ծառայություն մատուցում, կարող է ինչ-որ բանման են խոստացել, կամ խոստացել են քեզ ապահովագրել ինչ-որ վտանգներից, ես պատահական չեմ հարցնում, ես հարցը չեմ տալի պատահական, այդ աղա Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ, դու գեդինը չես մտնում, այդպես հայտարարություն ես անում, այսինքն դուք հասակ նրան, որ մեզ զրկում ենք մեր կարծիքը արտահայտելու ազատության սահմանադրական իրավունքից, ով որ ասում է Նիկոլ Փաշինյանի բանը քայլերը կասկածի տակ են դնում, նրանք դավադիր ուժ է, դու դավադիրը դու ես այդ տաղա, որ Արցախի 75%-ը հանձնեցիր, այդ ում ես եկել դավադիր անվանում։ Ես եկել եմ Արցախի համալսարան, կոնկրետ ես, դասավանդել եմ, Արցախում իրականացրել ենք բազմաթիվ քայլեր, մենք լավ ընկերներ ունենք Սփյուռքում, Սփյուռքահայերը բազմաթիվ ներդրումներ են արել։ Հիմա եթե իրանք Նիկոլ Փաշինյանի Արցախը հանձնելու քաղաքականությանը դեմ են, ուրեմն դավադիր ուժեր են, արա դու ամոթ չես անում, եկքա նախագահ ես կոչվում, ես ինչ ես խոսում դու, որովհետև այդ ժողովուրդն է մեղավոր, որ քեզ ընտրել է, դու այդտեղ անելիք ընդհանրապես չունես այդ կարգավիճակում, դու նախագահի պաշտոնում, դու շատ այդքան ցիրկի դիրեկտոր։ Հիմա անցնենք այս մեր ազգային ժողովի ոչ երջանկահիշատակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Ասում ամենաշատ այս իշխանությունն է նպաստում Արցախի խնդրին։ Պրոստը իր հայրը մահացած է եւ իր հերը կարգին տղա է, ես դրա համար չեմ կարանձի թույլ, բայց արա դու գեդինը չես մտնում, որ չեմ ուզում ասեմ ստի հերն անից են։ Հա արա։ Էս ինչ եք ձեզ թույլ տալի։ Ուրիշ օին չունեք դուք խաղալու։ Ես ուրիշ բան չեմ ասում Ալեն Սիմոնյանի, ընդամենը ասում եմ, որ մայրդ հելել էր բալկոնից մատի կոմբինացիա էր ցույց տալիս, այդի թող հիմա ցույց տա քեզ։ Ասում եմ մենք պատերազմը կանգնացրել ենք մեզ համար մաքսիմալ ձեռնտու պայմաններով, Ալեն Սիմոնյանն է ասում։ Արա լսի, այդ 7000 զոհը մաքսիմալ բաներ, օգտակար մաքսիմալ ձեռնտու պայմաններ, այս 10000 տղեկի հաշմանդամություններ, մաքսիմալ ձեռնտու պայմանը։ Արա դուք որ մի բան ասում եք Նիկոլին հաճոյանալու համար, դուք գոնե որեթում եք հայլում եք նայում եք, ձեզի ոչ չեք գլխից խփում, արա։ Ես ինչ ես խոսում, դու այդ տղա։ Դու ազգային ժողովի նախագահ ես, գեդինը մտնես դու, ուրիշ բաներ չեմ ուզում, կոպիտ բան կարամ ասեմ, ես չեմ ասում։ Ասում ամենաձեռնտու պայմաններով եք պատերազմը, երբ որ անգամ ռուսական աղբյուրները եւ Ռուսաստանի հարգարժան նախագահ Պուտինը ասում է, որ ավելի շուտ էր հնարավոր կանգնացնել պատերազմը։ Դուք գնացել եք մինչև վերջ, տարես երեխեքի գլուխը կերել եք ու հիմա գետինը չմտնելով գալստուկը կապած արա է, Ալեն, $200,000 պատավատը տակած սենց հիմար ելույթներ ես ունենում, ամենաձեռնտու պայմաններով են կանգնեցրել, դու ով ես արա, որ պատերազմ կայնացնես։ Դու պատերազմ ինքան կարաս կայնացնես, իշքան ես փռշտանով Ճապոնիայում երկրաշարժ անեմ։ Արա ամոթ ունեցեք, արա մի քիչ ձեզ հարկ եք, արա դուք երեխա ունեք, դուք տուն եք մտնում, դուք հայաթ եք մտնում, արա։ Դարձյալ հավելավճար պատգամավորներին եւ այնտեղ բան են արել, որ իբր ընդդիմադիր պատգամավորներից չտան։ Իբր այդ դիմադիրները, գալացողները այդ ինչ են անում, էլի, մի հատ ես ուզեմ հասկանամ։ Ասենք լուլուն ինչ է անում հիմա ազգային ժողովում, հա։ Այն բանը ինչ է, նավակ ճոճողը, նա ինչ գործունեությամբ է զբաղվում ազգային ժողովում։ Արփի Դավոյանը ինչով է զբաղվում։
կամ են, որ ասում են վարազի նման է այդ մանդատակիրը։ Սրանք ինչ են անում, որ ստանան պարգևավճար, որովհետև աշխատանքային օրենսգրքի համաձայն պարգևավճար տրվում է, եթե աշխատողը կատարում բարեխղճորեն է կատարում իր աշխատանքային պարտականությունները, գերազանցում է սահմանված ցուցանիշները։ Դուք ինչ եք անում ընդդարա։ Բացի հելներ սրա նրան քպրտելուց, սրա նրան, չգիտեմ, վարկաբեկելուց, ինչ եք անում։ Դուք ձեր ֆրակցիան ինչով է զբաղված, ինչ տարբերություն ազգային ժողովում այդ իշխանական ֆրակցիան կառավարող խմբակցությունը մասնակցում է, ոչինչ չանելով, իսկ ասենք ընդդիմադիր խմբակցությունը չի գալի, չի մասնակցում։ Ձեր տարբերությունը ոչինչ է։ Հələ ձերը ավելի բեթար է, որովհետև դուք եք ստանձնել երկրի ղեկավարման պատասխանատվությունը։ Այսօր էլ մի հատ ինֆորմացիա շրջանառվել ինտերնետային կայքերով, Արայիկ Հարությունյանի այդ Արցախի նախագահ կոչեցյալի պատվիրակությունը գլխավորած հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նախ սկսենք նրանից, որ Արայիկ Հարությունյանը իր էությամբ ոչ մի բան չի կարող գլխավորի։ Լավ, պայմանականորեն ընդունենք իր գլխավորած, բա ի՞նչ եք ասում, ինչի մասին է խոսացվել։ Ինչի մասին է խոսվել։ Ասենք հա լավ, հանդիպել է, նախ ՀՀ նախագահ չունի, որովհետև եթե նախագահ ունենար, ինքը իր հեղինակավոր կարծիքը որպես պետության գլուխ սահմանադրության համաձայն կարտահայտեր այսօրվա մեր իրականության վերաբերյալ։ Բայց այդ կցորդը, այդ Նիկոլի կցորդը, ինչ է ասել այսօր վերջին քանի 15 օրվա ընթացքում, 20 օրվա ընթացքում մեր ունեցած զոհերի վերաբերյալ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Նա ինչ նախագահ։ Ես էլ Եթովպիայի առողջապահության նախարարն եմ, եթե Խաչատուրյանը Վահագն Հայաստանի նախագահն է, ես էլ Եթովպիայի առողջապահության նախարարն եմ։ Կամ ասենք այնտեղ մի հատ գործող կենթանաբանական այգու տնօրեն։ Այն է այդքանով է Հայաստանի նախագահ։ Ուրեմն ծաղրը հասել է ամենաբարձր մակարդակին, գագաթնակետին է հասել իշխանության ծաղրը ժողովրդի նկատմամբ։ Այն իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինը ժամանակին ասում էր, որ ամեն ինչ պետք է լինի ժողովրդի համար մատչելի, հասկանալի, ժողովուրդը պիտի գա քացով բացի կառավարության դուռը, երբ որ այսօր 2 հոգի մարդ հավաքվում է կառավարության շենքի դիմաց, 2000 ոստիկան է բերում շարում դռների դեմը, էս է իր ասացի։ Մի խոսքով Նիկոլ, լսի, ուրեմն օր առաջ հեռացի, քեզ խղճա, որովհետև դու ամեն օր շալակում ես քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործություններ, եւ ինչքան ուշ հեռանաս իշխանությունից, այնքան ավելի ծանր է լինելու քո բարոյական բեռը եւ քո քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը։